Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի անունով ես օրհնում եմ մեզ, յուրաքանչյուրիս։ Ես օրհնում եմ մեր հոգիները, մեր սիրտը, մեր միտքը։ Հայր Աստված, ես խնդրում եմ, որ քո հոգին հպվի ամեն մեկիս, որպեսզի մենք դեպի լույսը ձգվող, լույսն ու ճշմարտությունը սիրող, ընդունող մարդիկ լինենք, որտեղ դու ես ճշմարտությունը, դու ես լույսը, Տեր։ Եվ մենք ձգտենք այն ճշմարտությանը, որ քեզանից է գալիս։ Մեր ճշմարտությունը ձևավորվի քո ճշմարտության հիմքի վրա, եւ ոչ թե մեր սահմանափակ մտածելակերպի, մեր խաթարված, խեղաթյուրված, պղծված, կոտրված մտածելակերպի ու հասկացողության վրա, որ մեր ճշմարտությունը հիմնված չլինի մեր շահերի վրա, որոնք եղանակի պես փոփոխվում են, որ մեր ճշմարտությունը, որ ժամանակավոր է, կախված է մեր պայմաններից, չխաբի մեզ ու չտանի կործանման, որտեղ դրա մեջ չկա ճշմարտություն։ Դու ես հարատև ճշմարտությունը, քո խոսքն է ճշմարտությունը, Տեր։ Մեր սրտերը փոխի, որ մենք դա անցալենք եւ ձգտենք մեր ողջ էությամբ այդ ճշմարտությանը։ Ճշմարտություն, որ ասում է, որ դու կաս, որ դու արդար ես, որ դու սուրբ ես եւ որ դու սեր ես։ Ճշմարտություն, որ ընդունում է, որ մենք մեղավոր ենք եւ ապաշխարելու ու դարձի գալու կարիք ունենք։ Ճշմարտություն, որ ընդունում է, որ դու ես արարիչը ու դու ես մեզ արարել, որ քո պատկերով ենք մենք ստեղծվել եւ ստեղծվել ենք քեզ հետ ընկերակցելու համար եւ ոչ թե մեր եսին ծառայելու համար։ Ճշմարտություն, որ ասում է, որ Հիսուս Քրիստոսը քո որդին է, որին դու ուղարկել ես քո օծյալը, որ դառնա այն դուռը, ում միջով մենք կարող ենք հաշտության գալ քեզ հետ, որ նրա արյունը փրկում է մեզ, որ փրկության ուրիշ ճանապարհ չկա, որ մենք ընդունենք այդ ճշմարտությունը։ Շնորհակալ եմ քեզ, Տեր, որ քո ճշմարտությունը եւ քո ողորմությունը արդար է ու հավիտենական, Տեր։ Թող որ այսօր սրտեր բացվեն, թող որ այսօր սրտերի վրայից կապանքները քանդվեն եւ այդ ճշմարտությունը ընդունվի, թող որ այսօր իմ հարազատների մեջ, լսողների մեջ, ծանոթ անծանոթների մեջ Սուրբ Հոգին իր ողջ զորությամբ կա նրանց վրա, հանդիպում ունենան քո հետ, Տեր, եւ ծնկի գան արցունքով, սրտները քո առաջ կոտրված թափելով, որտեղ կոտրված սրտերը դու ամոքում ես։ Եվ դարձ լինի, եւ ճեղքում գա, եւ վերադարձ լինի, եւ միություն լինի քեզ հետ, Տեր։ Թող քո փառքն ու ճշմարտությունը հաղթեն այսօր եւ ամեն օր։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա մենք վերադառնանք Թոմաս Ջոնսոնի «Կռապաշտություն. դարերի մեղքը» գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Մենք անցնում ենք 7-րդ գլխին, որը ամփոփիչ գլուխն է, եզրափակումներն ենք անում։ Հաջորդ գլխում մենք այն բոլոր հարցերը, որ դասերից հետո տվել ենք, այդ հարցերի պատասխաններն ենք տալու, որպեսզի ստուգենք մեր պատասխանները ճիշտ են, սխալ են, որ ավելի խորությամբ հասկանանք ու ամփոփենք։ Այսինքն մենք մոտենում ենք գրքի ավարտին։ Մի 2-3 օրից մաքսիմումը մենք պիտի որ այն ավարտենք եւ փառք տանք Աստծուն ու շնորհակալություն ասենք այս հնարավորության համար, այս մարդկանց համար, որոնք գրել են Աստծո առաջնորդությամբ այս ամենը, որ մենք կարդանք, սովորենք եւ օգտագործենք ինքնաճանաչման համար, որպեսզի կարողանանք հետ դառնալ կռապաշտության ճանապարհից։ Փառք քեզ, Տեր, շնորհակալ ենք։ Եզրակացություն, գլուխ 7։ Ավարտելով այս գիրքը, եկեք նկատի առնենք, թե ինչ ենք սովորել, եկեք քննենք։ Մենք պետք է կենտրոնանանք այս գրքի առանցքային կետի վրա, որ
գայթակղությունը կռապաշտության հնագույն սովորույթների հավիտենական արդյունքն է։ Այսինքն գայթակղությունը կռապաշտության հավիտենական արդյունքն է։ Կռապաշտությունը մարդկության պատմության որևէ կոնկրետ մշակույթի կամ կոնկրետ դարաշրջանի հատկանիշը չէ։ Մենակ այդ ժամանակներին չի վերաբերում կամ կոնկրետ ժողովուրդների, այլ կռապաշտությունը համամարտկային, համընդհանուր վիճակ է, որ գործում է բոլոր ժամանակներում և բոլոր ազգերում, որը սկսվեց այն պահից, երբ Ադամն ու Եվան ընտրեցին իրենց ցանկությանը հետևել և հակառակվեցին Աստծուն, և կռապաշտությունը գործում է ամեն մարդու մեջ, և այն կոչվում է մարդու մեղավոր էություն, որ մենք մեր ԴՆԿ-ով ստացել ենք Ադամից ու Եվայից։ Բայց Հիսուս Քրիստոսով տրվել է մեզ հնարավորությունը ետ դառնալու կռապաշտության ճանապարհից, դառնալու նորից ճշմարիտ երկրպագությանը, ճշմարիտ հարաբերությանը Աստծո հետ։ Մենք քննեցինք ու դիտարկեցինք Աստծո աստվածային նախագիծը մարդկանց համար, ինչպես որ Աստված էր նախագծել ի սկզբանե։ Աստված նախագծել էր մարդկանց, որ երկրպագեն իրեն և երկրպագեն հոգով և ճշմարտությամբ, որ մարդը Աստծո մեջ ունենա ընկերակցություն, բավարարվածություն և նպատակ։ Այնուհետև մենք տեսանք, թե Ադամն ու Եվան ինչ արեցին իրենց ազատ ընտրության իրավունքի հետ, ազատ կամքի հետ։ Նրանք օգտագործեցին Աստծուց տրված ազատ ընտրության, ազատ կամքի իրավունքը և ընտրեցին արարված բաները արարչից վեր դասել, ստեղծած բաները ստեղծողից վեր դասել։ Սա էլ նախադեպ ստեղծեց ողջ մարդկության համար, որից հետո յուրաքանչյուր մարդ հետևել է ու հետևում է դեռ Ադամի և Եվայի օրինակին։ Ադամի ու Եվայի այս մեկ արարքը խզեց Աստծո հետ հարաբերությունները բոլորի համար, ողջ մարդկության համար, խզեց ընդմիշտ առանց բուժման ու վերականգնման հնարավորության, մինչև եկավ Մեսիան, Աստծո օծյալը, Հիսուս Քրիստոսը։ Ուսումնասիրեցինք, թե ինչպես է մեր ներքին մարդը, այսինքն մեր սիրտը, հիմա աշխատում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է հնարավոր դարձել միայն Աստծուն երկրպագելը, Մենք տեսնում ենք, թե ինչպես է միայն Աստծուն երկրպագելը հնարավոր դարձել այն մարդկանց համար, ովքեր ընդունել են ու ստացել են այն բժշկությունը, որ Քրիստոսն է առաջարկում ամենքին խաչի վրա իր գործած զոհողության միջոցով, խաչի վրա իր արած գործի միջոցով։ Նման մարդիկ ընդունելով Հիսուսի զոհողությունը սկսում են կրկին սովորել միայն Աստծուն երկրպագել։ Այո, սայթաքում են երբեմն, բայց միևնույնն է, նրանք այդ սովորելու ընթացքում են։ Մենք սովորեցինք Աստծուն պաշտող սրտի կամ ստեղծված իրերին պաշտող սրտի տարբերության նշանները։ Մենք մանրամասն ուսումնասիրեցինք նաև այն գործընթացը, թե ինչպես պարզ ցանկությունները կարող են վերածվել կործանարար, վերահսկող, կեղծ աստվածների, որոնք մարդկանց գերության մեջ են դնում, կապում են որպես իրենց ստրուկ և մեծ վնաս ու արհավիրք պատճառում։ Վերջապես մենք հասկացանք Հիսուսի բացատրության միջոցով, որ մարդիկ չեն պղծվում իրենցից դուրս գտնվող կործանարար բաներով, որ իրենք սպառում են, օգտագործում են, այլ որ մարդիկ սպառում, օգտագործում են այդ կործանարար բաները իրենց սրտում դրանց հանդեպ ունեցած ցանկության պատճառով։ Այսինքն, եթե մեր մեջ չլինի այդ ցանկությունները, նման բաներ մենք չենք անի, չենք օգտագործի, դրանց մեզ աստվածներ չենք դարձնի։ Մենք իմացանք, որ մեզ շրջապատող հանգամանքները և հանգամանքներում տիրող կործանարար բաներ կամ պայմանները
ուժ չունեն դրդելու մեզ մեղք գործել։ Հանգամանքները, պայմանները, իրավիճակները, այդ ամեն բաները փոխվում են ժամանակի ընթացքում, սակայն Հիսուսի բացատրությունը չի փոխվում։ Ու միակ բանը, որ պիտի փոխվի, որ մենք կռապաշտությունից ազատվենք, դա մենք ենք եւ մեր սիրտը եւ մեր սրտում եղած ցանկությունները։ Մարկոս ավետարանի 7-րդ գլխի 21-ից 23 խոսքերում կարդում ենք, որովհետև մարդկանց սրտի միջից դուրս են գալիս չար մտքեր, պոռնկություն, գողություններ, սպանություններ, շնություններ, ագահություն, չարություններ, նենգություն, գիջություն, նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չարիքները ներսից են դուրս գալիս ու պղծում մարդուն, ասաց Հիսուս Քրիստոսը։ Եվ Հիսուսի այս խոսքերը անփոփոխ են։ Սա ճշմարտությունն է։ Ու եթե մենք ընդունենք այս ճշմարտությունը մեզ կազատի չարիքից։ Իսկ եթե մենք մնանք մեր մարդկային ճշմարտության մեջ ու հերքենք միակ ճշմարտությունը, մենք կմնանք մեր կեղծ ճշմարտության գերին։ Եվ այդ կեղծ ճշմարտությունը կլինեն այն կեղծ աստվածները, որ մեզ գերի կդարձնեն։ Եվ այդպես էլ մենք սատանայի գերին կդառնանք, որտև նա է կեղծիքի հայրը։ Գայթակղությունը վերաբերում է ոչ թե մեզ շրջապատող իրերի գրավչությանը, այլ մեր սրտի վիճակին, սիրտ, որը ցանկանում է այդ բաները։ Մեզ շրջապատող իրերը փոխվում են ժամանակի եւ մշակույթների հետ, բայց գայթակղության գործընթացը մնում է նույնը։ Իսրայելցիների ոսկե հորթից մինչև այսօրվա TikTok-ի հրապուրանքները մեր սրտի ցանկություններն են, որ այդ իրերին, այդ առարկաներին, մարդկանց մեզ վրա իշխանություն են տալիս։ Ոչ թե առարկաները կամ այլ մարդիկ են իրենց դառնում կեղծ աստվածներ մեզ համար, այլ մեր սիրտն է, այսինքն մեր սրտի ցանկություններն են վերածում այդ իրերը, առարկաները այդ մարդկանց կեղծ աստվածների եւ իշխանություն տալիս մեզ վրա։ Որևէ կուռքից մեր ստրկության խորությունը ուղիղ կերպով կապված է մեր դրանց հանդեպ ցանկության խորության ուժի հետ։ Ինչքան դու կախվածություն ունես որևէ առարկայից, որևէ նյութից, որևէ մարդուց, նշանակում է քո ցանկությունը դրանց հանդեպ շատ խորն է։ Քո ցանկության ուժից ու քո ցանկության խորությունից է կախված, թե ինչ խորությամբ ես դու կախվածության ու ստրկության ու գերության մեջ այդ բաներից։ Այսինքն, որքան շատ ես մի բան այդպես ուժեղ ցանկանում, տրփանքով, փափագով, այնքան ավելի մեծ գերության ու ստրկության մեջ ես այդ բանից կամ այդ մարդուց։ Հիմա մենք կարող ենք տեսնել մեր նախնական հարցի պատասխանը, հարց, որ հենց գրքի սկզբում տրվեց, եւ այդ հարցը սա էր. արդյոք ժամանակակից խելացի գյուտերը, առարկաները, սարքերը իրերն են հանդիսանում ժամանակակից մարդկանց գայթակղությունների պատճառը։ Եթե այո, ապա ինչու ոմանք ընկնում են այդ գայթակղությունների մեջ, իսկ մյուսները ոչ։ Երբ մենք նայում ենք առարկաներին ու այն բաներին, որոնք մարդիկ չարաշահում են եւ մարդկանց վրա դրանց ունեցած ազդեցություններին, շատ հեշտ է բաց թողնել միջանկյալ գործոնը, որ տեղի է ունենում մարդու սրտում։ Մենք ուղիղ կապ ենք ստեղծում ապրանքի, առարկայի եւ դիմացինի վարքի միջև ու մտածում ենք, որ եթե այդ մարդը չունենա այդ իրը կամ մուտք չունենա այսինչ տեղը կամ այսինչ մարդու հետ չշփվի, ապա նա էլ այդ վատ վարքը չի ունենա։ Բայց առանց մարդու սրտի հարցը լուծելու, մենք միայն կարում ենք վատ պտուղների ծառից, մենք միայն կտրում ենք վատ պտուղները առանց այդ ծառի արմատները բժշկելու։
Ծառի արմատը այստեղ խորհրդանշում է մեր սիրտը, իսկ վատ պտուղը խորհրդանշում է մեր վատ վարքը։ Հիմա օրինակ ասենք ձեր երեխան վատ շրջապատի մեջ է, հա? Շատ անգամներ ասում են, այ այս ընկերոջ հետ որ ընկերություն չանի, ինքը էլ է սենց բան չի անի։ Բայց ամբողջ ցավը նրանումն է, որ այդ ընկերոջն էլ կարող ես կտրել, հեռացնել, այն մյուսին էլ, ու ստեղծես այնց իրավիճակ, որ երեխեդ համարյա ոչ մի ընկեր չունենա։ Եվ իր բժշկությունը կլինի ժամանակավոր, կարող է մի ամիս, 2 ամիս, անգամ մի տարի, սխալ բան չանի, բայց քանի որ իր սրտում, իր սրտի ցանկությունները փոխված չեն, վաղ թե ուշ ինքը էլի այդ բանը անելու է, կամ մի ուրիշ բանը անելու, մի ուրիշ կուրք է իրան ստեղծելու, մի ուրիշ գայթակղության մեջ հանգնելու, որտեղ իր սիրտը, իր սրտի ցանկությունները պիտի համապատասխանի Աստծո ցանկությանը։ Ու քանի որ մենք ապրում ենք անաստված հասարակության մեջ, շատ շատերը Աստծուն մերժած են, կամ էլ ասում են հավատում ենք, բայց իրապես Աստծուց գաղափար չունեն, մեր զգացմունքներն ու ցանկությունները չեն կարող համապատասխանել Աստծո ցանկություններին ու կամքին, քանի որ մենք չգիտենք նրա ցանկությունն ու կամքը, կամ էլ մերժում ենք։ Պետք է ծառի արմատը, մեր սիրտը բժշկվի, համապատասխանի Աստծո սրտին, որպեսզի այդ ծառը էլ վատ պտուղ չտա, իսկ այդ վատ պտուղը մեր վարքն է, մեր ապրելակերպն է, մեր կոտրված կյանքերն են։ Այս փաստի իմացությունն ու հասկացողությունը, այս ճշմարտությունը, եթե մարդը հասկանա եւ ընդունի, ամեն մարդու կարող է ազատել սխալ մտածելակերպի կապանքներից եւ այն ամեն չարիքից, որ գալիս է մեր կյանք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վիկտոր Ֆրանկլինը, որը ավստրիացի հոգեբուժ էր, ում դատապարտել էին գերմանական համակենտրոնացման ճամբարում հրեա լինելու համար, Ֆրանկլը նկարագրում է այն, ինչ Հիսուս Քրիստոսն ասել է, որ մենք կարդացինք Մարկոս 7:21-23-ում։ Թե Ֆրանկլի բացահայտությունը հումանիստական գոյատևության տեսանկյունից է ավելի շատ, բայց հիմնական փաստերը, որոնք նա բացահայտել եւ զգացել է, մնում են նույնը, ինչ Հիսուսը ուսուցանել է։ Ֆրանկլը բացահայտել էր, որ մարդը չի կարող միշտ վերահսկել իրենց արտաքին հանգամանքները, այլ մարդը կարող է ընտրել իր վերաբերմունքը այդ հանգամանքների նկատմամբ, իր ռեակցիան, իր արձագանքը այդ հանգամանքներին։ Մարդը կարող է վերահսկել իր սիրտը, իր ներսը, բայց ոչ իր հանգամանքները միշտ։ Եթե մենք կարողանանք վերահսկել մեր վերաբերմունքը արտաքին հանգամանքների նկատմամբ, ապա մենք կարող ենք ընտրել, թե ինչպես ենք արձագանքում այդ հանգամանքներին։ Եվ մենք կարող ենք վերահսկել մեր վերաբերմունքը այս բաների նկատմամբ, որ մեր հանգամանքների մասն են կազմում, միայն այն դեպքում, երբ սիրում ենք կամ սեր ենք զարգացնում մեր հավիտենական եւ անեղծ իրական Աստծո հանդեպ։ Անեղծ նշանակում է չստեղծված։ Աստծուն ոչ մեկ չի ստեղծել։ Նա գոյություն ունի, ունեցել է, ունի եւ ունենալու է։ Լինենք մենք, չլինենք մենք, տիեզերքը լինի, թե չլինի, Աստված եղել է, կա ու կլինի։ Երբ մենք ողջ էությամբ սիրում ու երկրպագում ենք ճշմարիտ Աստծուն, մեր հանգամանքները, դրանց մեջ եղած բաները ու մեր ցանկությունները այլևս մեր սրտի տերը չեն, այլ մենք ենք մեր սրտում վերահսկում դրանց։ Պատճառը ի վերջո կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչ ենք մենք պաշտում, երկրպագում, քանի որ երկրպագությունը մարդկային սրտի հիմնական գործառույթն է։ Մենք ստեղծվել ենք երկրպագելու համար, բայց ստեղծվել ենք Աստծուն երկրպագելու համար։ Ֆրանկլի իրավիճակում, եթե նա պաշտեր ազատությունը, եթե նրա գեր նպատակը ազատությունը լիներ,
ապա գերմանացի նացիստները կլինեին նրա սրտի և մտքի տերը։ Նա ոչ միայն ֆիզիկապես գերի կլիներ նրանց, այլ նաև հոգեպես։ Նրանք կկարողանային լրիվ կոտրել։ Բայց Ֆրանկլը հայտնաբերեց, որ իր սիրտը տարանջատված էր իր հանգամանքներից, և նա կարող էր վերահսկել իր սրտի ցանկությունները։ Ուրեմն հստակ կարող ենք ասել. ոչ, 20-րդ, 21-րդ դարի և գալիք դարերի խելացի գյուտերն ու առարկաները այսօրվա մարդկանց գայթակղության պատճառը չեն։ Ոմանք ընկնում են կռապաշտության գայթակղության մեջ, իսկ ոմանք ոչ, այն պատճառով, թե ինչ են ընտրել երկրպագելու համար։ Այդ գայթակղությունների լուծումը, որ մենք ունենք, ոչ թե ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին վերացնելն ու մեկուսացնելն է, քեզ դրանցից կտրելն է, այլ մեր սրտերը համապատասխանեցնենք Աստծո կամքի հետ, որպեսզի երկրպագենք և գոհունակություն գտնենք միայն իրական Եհովա Աստծուց։ Մեկուսացումը, ինչ-որ մի բան մեզանից կտրելը, հեռացնելը, այս առարկան չունենալը ժամանակավոր լուծում կբերի։ Միայն ժամանակավոր, բայց մեզ անհրաժեշտ չեն ժամանակավոր լուծումները։ Մենք ուզում ենք ազատ արձակվենք գերությունից։ Չէ՞ որ ֆիզիկական գերուն չես ուզենա մի ամսով գերությունից արձակեն, հետո մի ամիս հետո ասեն չէ, հետ արի բանտ։ Չես ուզենա, չէ՞ դա։ Բա ինչի ենք ցանկանում, որ մեր կյանքը կռապաշտության գերին մնա ամբողջ կյանքում, բայց ազատ ելնենք ընդամենը մի ամիս կամ մի տարի։ Մենք պետք է աղոթենք, որ ունենանք այնպիսի սիրտ, որ ձգվում է դեպի Աստվածը, ցանկանում է ու փափագում է ու տենչում է տեսնել Եհովա Աստծու գեղեցկությունը, լսել ճշմարիտ Աստծո ձայնը, լինել նրա ներկայության մեջ, իմանալ և ընդունել նրա ճշմարտությունը, և այդ ժամանակ աշխարհիկ բաները դադարում են այլևս լինել գայթակղիչ ու հրապուրիչ մեզ համար, ու դադարում են խեղաթյուրել մեր երկրպագությունն ու ծառայությունը ու քաշել մեզ կռապաշտության մեղքի մեջ։ Կռապաշտության մեղքը դարերի մեղքն է, ամեն ժողովրդի, ամեն մարդու, ամեն ժամանակների մեղքն է, բայց Աստծո պաշտամունքը դարերի հույսն է, ամեն մարդու, ամեն ժողովրդի և մեր ժամանակների հույսն է։ Այսքանը այսօր, Աստված օրհնի և պահպանի յուրաքանչյուրիս։ Թող որ Աստծո ճշմարտության հոգին հանգչի ամենքիս վրա, և Աստծո ճշմարտությունը չօգտագործենք որպես քար իրար հարվածելու համար, այլ Աստծո ճշմարտությունը միշտ օգտագործենք Աստծո սիրո հետ միասին, սիրով խոսենք ճշմարտությունը, և թող ճշմարտությունն ու սերը քանդեն կապանքները, քանդեն մեր ժայռացած սրտերը, մեր քարացած կյանքերը, ու թող Աստծո լույսը, ողորմությունը, շնորհը առատությամբ հեղեղի պես լցվի մեր սիրտ, մեր կյանք, մեր իրականություն, մեր տներ, մեր հարաբերություններ, մեր երկիր, ամեն հարթակ, ամեն ոլորտ մեր կյանքի, և Աստծո սրբությունը մեր խիղճը արթնացնի։ Ամեն։